Հաղթանակ դաշինքը վաղաշապատում ամփոփիչ հանրահավաքից հետո հաղթական երթով մայրաթոռ է գնացել։ Աղոթքով սկսել ենք, աղոթքով էլ կավարտենք, քարոզարշավը նշել է Սևակ Խաչատրյանը։ Պետք է ՔՊ-ին իշխանազրկել եւ իրական ցույց տալ ոնց են ծառայում համայնքին, ոնց պետք է լինի համայնքի զարգացումը։ Հաղթանակ դաշինքը Տեր-Կոմիտաս Քահանա Աղևոնդյանը Էջմիածնում միասնական աղոթել են հոգևոր մայրաքաղաքի եւ համայնքի զարգացման համար։ Ավելի վաղ 23 օր վաղաշապատ համայնքում շրջելուց մարդկանց խնդիրներին ծանոթանալուց հետո հաղթանակ դաշինքը ընտրություններից առաջ վերջին հանդիպումը անցկացրեց Էջմիածնի անմար կրակի հուշարձանի մոտ։ Էջմիածինցիները հաղթանակ դաշինքից հաղթանակ են պահանջում։ Մենք ասում եմ քրիստոնյաներս կկանգնենք ոտքի, թուրք ու մուսուլման Նիկոլին բես շփենք առանց ամոթի։ Մտածում ենք, որ հաղթանակը մերը պետք է լինի, տղա, ամենակարևորը։ Վստահ եմ, որ իրենք շատ բաների կհասնեն, որովհետև բոլորն է շատ խելացի, բանիմաց երիտասարդներ են, կրթություն ստացած։ Հաղթանակ դաշինքի վաղաշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանին չի մտահոգում լուրը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցելու վաղաշապատում քաղաքացիական պայմանագրի ամփոփիչ հանդիպմանը։ Իշխող ուժը արդեն 7 տարի է ցույց է տալիս, թե ինչի է ընդունակ, որևէ դրական փոփոխություն չեն նկատել համայնքում։ Մի ՔՊ-ական ավելվա, մի ՔՊ-ական պակաս մեզ համար ոչ մի տարբերություն ընդհանրապես չեն վերաբերվում։ Ուզում հասկանամ Նիկոլ Փաշինյանը ինչ ունի ասելու վաղաշապատցիներին եւ 7 տարի իրենք իշխանություն են, 7 տարի վաղաշապատն ավելի հետ է գնացել ոչ մի առաջ խաղացում, բացի մի քանի աշկակապոց ասֆալտային բորդյուրային աշխատանքներից, ոչ մի բովանդակային ոչինչ չկա։ Հակառակը կարող եմ ասել, Էջմիածին քաղաքը սարքել են անգույն քաղաք, երբեմնի քաղաքի կոլորիտը կորել է, այնքան ընդհուպ մինչև պաշտոնական վիճակագրությամբ Էջմիածինը դարել է ամենակրիմինալ քաղաքը։ Այս ամենին վերջ կդրվի, երբ հաղթանակ բերի վաղաշապատին։ Զարուհի Սահակյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։